Տիկին Արաքելյան 8-րդ դասարանի երաժշտության դասագրքում երեխաներին ներկայացում է Snoop Dogg-ը, 50 Cent-ը եւ այլ աստղեր, որոնք հայտնի են թմրադեղերի եւ ոչ բարոյական կյանքի քարոզով։ Ձեր կարծիքով հնարավոր չէ արդյոք առանց նրանց օրինակով բացատրելու, թե ինչ է երաժշտությունը եւ ինչ երաժշտական ոճեր կան։ Միանշանակ այդպես է, կարելի է բացատրել ինչ է երաժշտություն, ինչ է երաժշտական ոճ, բայց ոչ այդպիսի երաժիշտների, ինչպես ասեմ, ներգրավվածության, դասագրքային այդ մարդիկ, ես չնայած երբ որ տեսա, ես անձամբ տեսել եմ այդ դասագիրքը, մեծ ուրախություն էր, որ գոնե P. Diddy-ն չկա դրանց մեջ, որովհետև հասկանում եք, սա աբսուրդի ժանրից է, էլի, հատկապես գոնե Հայաստանում 2024 թվականին տպագրված դասագրքում չպետք է լիներ այդ որոշակի մարդիկ, որոնք պետք է Հայաստանում համերգ տար, հայտնի այդ կերպարներից մեկը, բայց փաստացի ոնց որ խաբեց, գումարը վերցրեց եւ համերգը չկայացավ։ Հիմա այդ անձնավորությունը մեր դասագրքերում իր պատվավոր տեղն է զբաղեցնում։ Ինչ կարելի է սպասել այս կառավարությունից, երբ մշակույթի մեջ նման մարդկանց են թմրամոլ երաժիշտների են ներառում, որպեսզի երիտասարդները, երեխաները, ապագա երիտասարդները հետաքրքրվեն նրանց կենսագրությունով եւ հասկանան, որ այս մարդիկ ասես թմրանյութը օրինական, օգտագործող մարդիկ են եւ այստեղ էլ մենք գիտենք, որ 1 տոննա թմրանյութը այսպես անհայտացավ, չգիտենք այսօր որտեղ է, որպեսի իրենք այսպես հեշտությամբ հետաքրքրություն առաջացնեն, էլի, այլ տարբերակ ես չեմ պատկերացնում, չունեմ բացատրություն, բավականին ամբողջ աշխարհում կան շատ արժեքավոր մշակութային արժեքներ տված երգիչներ, կարելի էր նման մարդկանց ուղղակի տեղ հատկացնել եւ վերջին հաշվով այստեղ ամենակարևորն եմ ես ուզում ներկայացնեմ, որ երաժշտությունը պարտադիր չէր, որ 8-րդ դասարանում, 7-րդ, այսինքն այդ միջին եւ միջին դպրոցներում երաժշտությունը հատկապես դա այն ինֆորմացիան չէ, որ կարելի է երեխաներին 1 ժամ ավել այդտեղ պահել, ինչ է թե երեխաները սովորեն տեղից YouTube-ից, Google-ից եւ շատ այլ հեռուստացույցից, ինչու՞ չէ, բավականին շատ տարածված այդ երգիչների մասին։ Իմաստը ո՞րն է երեխաներին ժամ հատկացնել, պահել 1 ժամ ավել, որպեսզի այն անձանց ծանոթացնեն, որոնք տեղից բավականին հայտնի են։ Ինչ նպատակ են ուզում հետապնդել այս նյութով ըստ ձեզ դպրոցական ծրագրում ներառելով, չէ՞ որ կրթությունը մեծ ազդեցություն ունի եւ երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա է ազդում։ Մենք էլ տեսնում ենք նաեւ նախորդ տարի, օրինակ, նախորդ ուսումնական տարի դեպք տեղի ունեցավ, երբ երեխաներին թմրանյութեր էին տվել դպրոցական տարիքի, դպրոցում էր այդ ամենը կատարվեր։ Ըստ ձեզ այս ամենի մեջ կապ ստեղծվում է, թե չէ։ Իհարկե ստեղծվում է եւ նախորդ տարի չէ, լրագրողներից մեկի մոտ տեղեկացա, որ անգամ այս տարի է տեղի ունեցել, կոնֆետի տեսքով է հրամցրվում, հյուրասիրվում է, 1-2 անգամ հյուրասիրելուց երեխաները օգտագործելուց հետո բնականաբար կախվածություն է առաջանում։ Իհարկե, սա շատ վատ տեղ է տանում, որ երեխաներին այսպես թմրամոլ աստղերի հետ են ծանոթացնում եւ այստեղ ես կփորձեմ մեկ այլ շատ վատ բացահայտում անել, որ 7-րդ եւ 8-րդ հատկապես այդ երկու դասարանների համար 100% գիտեմ, որ հայոց լեզուն դասավանդում են 2 ժամ։ Պատկերացնում եք 2 ժամ հայոց լեզուն, որը քերականությունը բավականին բարդ է։ Եվ 7-րդ, 8-րդ դասարաններում
Այն հիմնական քերականությունն են երեխաները անցնում, այդ բարդ քերականությունը։ Ուսուցիչները այսպես մտահոգ անհանգստացած են, թե ինչպես են այդ բարդ քերականությունը 2 ժամում տեղավորելու, որովհետև նախկինում եղել է ամեն օր հայոց լեզուն, քանի որ դա նախ առաջին հերթին մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ դա պարտադիր պայման է, որ իդեալական հայերեն սովորեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չենք ապրում Վրաստանում կամ Վրաստանի Հանրապետությունում, որ գոհ ու շնորհակալ լինենք, որ 2 ժամ են հատկացրել հայոց լեզվին, եւ այսպես փորձեմ կապել փաստորեն հայոց լեզվի կրճատման հետ բերել են երաժշտություն են դրել հայոց լեզվի տեղը, երաժշտության դասաժամը։ Ես այդպես եմ մեկնաբանում, երաժշտության դասի ժամանակ էլ անցնում են այդ հայտնի որոշակի, որպեսի շատ բան չխորանամ այդ անձերի շուրջ, հոլիվուդյան աստղերին են այսպես տեղավորել։ Ինչպես է գնահատում այս քայլը հայոց լեզվի կրճատման հետ կապված եւ ինչ ազդեցություն այն կունենա երեխաների գրագիտության վրա, քանի որ մենք արդեն գիտենք, որ դպրոցահասակ երեխաների մի մեծ զանգված, մի մեծ տոկոս ունի առանց այդ էլ ֆունկցիոնալ գրագիտության, տարաճանաչության, գրել կարդալու հետ խնդիրներ։ Բնականաբար շատ վատ է անդրադառնալու 2 ժամը ես չեմ կարողանում պատկերացնեմ, թե ինչպես կարող են այդ 2 ժամում երեխաները սովորել մեր բարդ հայոց լեզվի բարդ քերականությունը եւ այստեղ ուղղակի միտում եմ տեսնում, որ այս մարդիկ զուտ այնպես են անում, որպեսի այսպես Հայաստանը, ինչպես էին իրանք ասում, նոր Հայաստանի, պետք է նայեք, դերասաններին ասում էին, որ ներկայացումները պետք է համարժեք լինի, համահունչ լինի նոր Հայաստանի գաղափարախոսությանը, չէ՞։ Ես տեսնում եմ, որ անգամ կրթությունն են հարմարացնում ըստ իրենց նոր Հայաստանի։ Իսկ այդ նոր Հայաստանն էլ, տեսեք, այսօր 2 ժամ են դասավանդում, ես օրինակ համոզված եմ, որ շատ կարճ ժամանակ հետո կարող են անգամ մի ժամ դասավանդել եւ ոչ մի լավ հեռանկար չկա, որ երեխաները հայոց լեզուն ավելի լավ են իմանալու, դրա փոխարեն անգամ անգլերենը ավելի լավ են սովորում, ավելի շատ դասաժամ է հատկացված անգլերենին, քան հայոց լեզվին եւ երբ մտածում ես ինչի համար է այս ամենը կատարվում, պետք է ընդհանուր Հայաստանում կատարվելիք իրադարձություններին նայենք, երբ այս արտաքին ուժերը, հատկապես մեր թշնամի պետությունները պարտադրում են, որ պետք է սահմանադրություն փոխվի, որ պետք է արևմտյան Ադրբեջան այդ խոսույթի մեջ պետք է տեղավորենք, որ 300,000 ադրբեջանցի են փորձում բերել Հայաստան, եւ երբ նայում ես, որ հայոց լեզուն կրճատվել է, մենք համոզվում ենք, որ փաստացի այս մարդիկ հող են նախապատրաստում ադրբեջանցիները, որ իրենց վատ չզգան, որ 2 ժամ հայոց լեզու տեղավորեն, 2 ժամ էլ ինչու՞ չէ ադրբեջաներեն կարող են տեղավորել եւ այդ բալանսը կլրացնեն իհարկե, որպեսզի հակադրություններ չլինի։ Այլ մեկնաբանություն չունեմ, չեմ կարողանում ընկալել եւ ոչ միայն ես, շատ ծնողների մտահոգություն է, թե ինչու է հայոց լեզուն 2 ժամ դասավանդվում Հայաստանի Հանրապետությունում։ Ուղղակի դարձյալ պետք է նայենք այս մեր Հայաստանի ընդհանուր ինչ է կատարվում եւ ուր է տանում, ինչի համար է այս ամենը կատարվում։ Իմ տեսակետը այն է, որ դպրոցը նախապատրաստում են, որ այդ 300,000 ադրբեջանցիների երեխաները իրենց վատ չզգան, որպեսզի այնտեղ անընդհատ իրենք հայերեն պարտավոր չլինեն սովորելու։ Խնդիրներ կան նաև հայոց պատմության ուսուցման հետ, ինչպես եք պատկերացնում ծնողների քայլերը այս իրավիճակում, նրանք ինչպես պետք է վարվեն, եթե չեն կարող օրինակ կրթությունը դադարեցնել մինչև իշխանության փոփոխությունը, ինչպես պետք է վարվեն այս առարկայի ուսուցման հետ կապված։ Առարկայի ուսուցման հետ կապված մեծ աշխատանք ունեն իհարկե ուսուցիչները,
անկեղծ ասած ես կհորդորեի, կխնդրեի մեր պատմության ուսուցիչներին փորձեն իրական պատմությունը ներկայացնեն երեխաներին, իսկ թե նախ 7-րդ դասարանից օրինակ մի հատ օրինակ բերեմ, 7-րդ դասարանի դասագրքում հենց առաջի էջերում տպագրված է, որ այս տարածաշրջան մարդիկ եկել են Աֆրիկայից։ Ասենք պատկերացնում եք սա ինչ աբսուրդային ինֆորմացիա է, որը տալիս են երեխաներին։ Այստեղ պետք է ասենք, որ նաև պատմությունը ամեն օր են դասավանդում, որպեսզի այս նիկոլական պատմությունը, ես այդպես եմ բնութագրում, նիկոլական պատմությունը լավ մխրճվի երեխաների ուղեղի մեջ, նոր Հայաստան, այս Հայաստանի պատմությունը, որպեսզի երեխաները, որ այսպես մակերեսորեն, որ մտածեն այս տարածաշրջան եկել են Աֆրիկայից, այլ ոչ թե, ասենք, մեծ ջրհեղեղից հետո Նոյի տապանը գալիս է եւ մենք ինչպես գիտենք, որ այդ Նոյի զավակներն են եւ այդպես տարածվում են մարդկությունը, նրա զավակները։ Այստեղ ես այս պատմությունը, օրինակ հենց այդ 7-րդ դասարանի այդ թեման, ես կապում եմ այսօրվա նաև եկեղեցու դեմ արշավի հետ, որովհետև տեսեք, ասում են կաթողիկոսի դեմ է պայքարը, բայց ես փաստերով կարող եմ արդեն ներկայացնել, որ սա կաթողիկոսի դեմ չէ, սա հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Նախ առաջին փաստը, որ եթե կաթողիկոսի դեմ էր, ինչու համար հայ առաքելական եկեղեցու այդ պատմության դասավանդումը հանվեց դպրոցներից։ Եվ երկրորդը, հիմա այս երբ որ դպրոցում սովորեցնում են, որ այս տարածաշրջան Աֆրիկայից են եկել եւ այդ դեռահասը հետագայում երիտասարդը երբ գնա եկեղեցի եւ այնտեղ ծանոթանա, ասենք, որ քրիստոնեական գաղափարների հետ, երբ որ այնտեղ նշվում է, որ մեծ ջրհեղեղից հետո Նոյի տապանը գալիս է Արարատ լեռան վրա է հանգրվանում եւ այդտեղից իջնում են, որպեսզի այս երեխաները, ավելի ճիշտ այս մարդիկ հակադրության մեջ մտցնեն, այսինքն ճակերտավոր այդ գիտական թեզը, որ Աֆրիկայից են եկել մարդիկ, եւ հայ առաքելական եկեղեցու թեզը։ Այստեղ մարդկանց մոտ այդ կասկածի որդն են փորձում ներշնչել, ներարկել մարդկանց, ապագա սերունդներին, որպեսզի իրենք իմիջայլոց վերաբերվեն հայ առաքելական եկեղեցուն եւ կրոնին առհասարակ։ Իսկ թե ինչի համար է արվում այս արշավը, որովհետև միշտ ես դա ասում եմ, որ հայապահպան շատ դարեր շարունակ հայապահպան միակ կառույցը եղել է հայ առաքելական եկեղեցին, որ հայերին համախմբել է իր շուրջ եւ չի թողել, որ ցրվեն, խառնվեն այլ ազգերի մեջ եւ եկե հասել ենք 21-րդ դար։ Կարծում եք այս հարցերը պարտադիր պետք է քննարկվեն ազգային ժողովում, թե ոչ, ու արդյոք ընդդիմությունը բավարար չափով բարձրաձայնում այս խնդիրները։ Ընդդիմությունը բարձրաձայնելը կարող են, շատ հարցեր են բարձրաձայնում, բայց ընթացք չի ունենում։ Շատ օրինագծեր է ներկայացվում ազգային ժողով, բայց մնում է այդպես էլ որպես օրինագիծ եւ չի հաստատվում, օրենք չի դառնում։ Այդ պատճառով ես, քանի դեռ կա այս իշխանությունը, քանի դեռ իշխանություն չի փոխվել, ընդդիմությունը ոչինչ չի կարող անել, քանի որ որոշիչ ուժը իշխանությունն է, իշխանականն է եւ նախարարները, ընդդիմադիր նախարար չունենք, որ ասենք, տեսեք, այս նախարարը այս կամ այն հարցով, ուղղակի զուտ բարձրաձայնելու խնդիրը կարող են բարձրաձայնել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ հարց կարողանան լուծել։
Որքանով է վտանգավոր այն, որ կրթական համակարգը կարող է ձևավորել ոչ թե ազգային, այլ օտար արժեքներով դաստիարակված սերունդ։ Դե հենց այդ ուղղությամբ էլ տանում են։ Երբ նայում ենք, որ այսօր քննարկվում է Զանգեզուրի միջանցքը, երբ մեր Հայաստանի սուվերեն տարածքով, չնայած հիմա կվիճեն որոշները կասեն Զանգեզուրի միջանցք չի, Թրամփի ուղի է, կամ միգուցե տիեզերական ճանապարհ մեկ անգամ էլ կոչեն, չգիտեմ ինչ ճանապարհ էլ կոչեն, միևնույն է այդ հասկացողությունը ճանապարհը լինելու է միջանցքի գաղափարի մեջ, քանի որ գործելու է անխոչնդոտ։ Այսինքն պետք է որ մեր սուվերեն տարածքը թուրքերը եւ ադրբեջանցիները ըստ նպատակահարմարության, ըստ իրենց ցանկության օգտագործեն եւ այդտեղից ինչ ցանկանան առանց հաշվետվության տեղափոխեն եւ ովքեր ուզենան տեղափոխվեն եւ այդ առումով դե բնականաբար որպեսի նաեւ հաշվի առնելով որ շատ այսպես Ադրբեջանը իր քայլերը մշակված եւ հետեւողականորեն կատարում է հաշվի առնելով եւ ֆիքսենք այն փաստը, որ ինչը որ Ալիև Ադրբեջանից հրահանգում է, այսպես որ այստեղ որպես իրենց կարծիք ներկայացնում են, որ դա պետք է անենք։ Այ օրինակ շատ վառ ապացույց է, որ Ալիևը բազմաթիվ անգամ ասել է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Նրանք իշխանականները ասում են այո, սահմանադրությունը պետք է փոխենք, որովհետև ժողովուրդը ատում է, մի փոքր շեղվեցի թեմայից, ուղղակի սա էլ է ըստիս կարևոր, ժողովուրդը ատում է սահմանադրությունը, բայց եկեք փողոցում հարցում անենք, ով է ատում սահմանադրությունը հասարակ քաղաքացիներից, հա? Բացարձակ գյուղացիները առհասարակ տեղյակ չեն այդ սահմանադրությունից, քաղաքացիները եւս ամեն մեկը իր պետք է դու տեղեկացած լինես, չէ՞, շատ ասենք մանրակրկիտ ուսումնասիրած լինես սահմանադրության կետերը, որպեսզի հասկանաս ինչի համար ատեն։ Մեր սահմանադրությունը ատում են թուրքերը եւ ադրբեջանցիները։ Եվ Ալիևի պահանջը փաստացի այս մարդիկ պատրաստ են կատարել եւ ասում են, որ մենք պետք է փոխենք։ Եվ նրանք Ադրբեջանից հայտարարում են ոչ միայն սահմանադրության փոփոխության համար, այլ ասում են, որ մեր ադրբեջանցիները պետք է գան, 300,000 ադրբեջանցի պետք է գա։ Հիմա Հայաստանում պետք է օտարածին մշակույթ, օտարածին կրթություն տրամադրվի այսօրվա վաղվա ավելի ճիշտ հասարակությանը, որպեսզի նրանք իրար հետ այսպես լեզու գտնեն, էլի այսպես ժողովրդական բառով ասած։ Հակառակ դեպքում չկա բացատրություն, թե այլ ինչ նպատակով է այս ամենը կատարվում։ Օրինագիծ է մշակվում հեռախոսների սահմանափակման հետ կապված դպրոցներում, թույլատրելու, չթույլատրելու, ինչ օրինագիծ է եւ ինչքանով է դա իրատեսական։ Ես այս օրինագիծը դիտարկում եմ աջ կապոցի, որովհետեւ եթե այս իշխանությունները ցանկանային իրոք պայքարել այս հեռախոսների կախվածության դեմ, որը բավականին պրոֆեսորներ, բժիշկներ հայտարարում են, որ արդեն կախվածություն է առաջացնում երեխաների մոտ, եւ եթե իրոք ուզենային այս պայքարը տանեին, հասարակ ամենատրամաբանական դասերը չէին թաքցնի QR-ի մեջ, որպեսզի այդ երեխաները անդադար տանը դաս սովորելուց հեռախոսից կախվածության մեջ լինեն։ Ուղղակի զուտ աջ կապոցի է, իբրև թե մենք մտածում ենք, թե ինչպես բարելավենք, բայց դա բարելավելու ուղղակի աջ կապոցի է, իրականը այն է, որ QR-ներով բոլոր խնդիրները, դասերը հիմնականում QR-ի տակ է թաքցրված։ Եթե չունես սմարթֆոն, ուրեմն շատ դասերին էլ միգուցե չկարողանաս, միգուցե չէ, ավելի ճիշտ 100%-ով չես սովորելու։